Ինչ կասեք Փաշինյանին դուք, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Պետք է ղեկավար ունենային, որ հանդիպեիք։ Ես вообще չեմ հարցնի, չեմ խոսա այդ։ Ինչ բողոք է, նասա բողոք է իրարած։ Որ մտածես դրը բողոք է։ Այնա ծնվել է ֆաշիստը մեռնելու։ Ես կասեի, որ արդեն ժամանակը եկել է, որ ինքը թողնի պոստը, որտեղ իր մոտ բոլոր անհաջողությունները, հասարակությունը իր հետ չի ուզում քայլի, իրան չի տեսնում ապագայում։ Հերիք չի իրար բախվեն, մեկը մյուսին քննադատեն, միանան, մի բռուցք դառնան, այս երկիրը ոտի կանգնացնեն, դառնան իսկականից մի ազգ, մի ժողովուրդ ու մի գիտակցություն, որ ես մի կտոր հողամասնա մնաց, եթե ես էլ կորցրին, ելու մենք պետք որ ասմենք հին ազգենք, խելքով ազգենք։ Ամենամեծ հուզող հարցը սեն էր, եթե տեսնեիք, ասեի մի քիչ ուշադրություն դարձնի շրջաններին։ Շրջանները այսօր շատ վատ վիճակում է։ Նախ խոստումները կատարեր, միայն խոստումները կատարեր, մեկ էր սահմանամերձ շրջանները ապահովեր անվտանգությունը։ Անվտանգության հարցը այստեղ։ Ուժեղ բանակ ունենանք։ Այդ դրանք ծեծված խոսքեր են, բայց իրոք ուժեղ բանակ, եթե ունեցանք ուժեղ բանակ, Հայաստանը անպարտելի է։ Առաջ երթի պետք է ասեի տրանսպորտի հարցը չեն լուծում։ Ահավոր վիճակ է, ժողովուրդը մեղք են, էլի ցենց խցված գործի են գնում շապաշնետում։ Անկեն հարցեր կա, աշխատանքի հարցեր կա, որ աշխատանք չկա։ Աշխատանք ես ճարեմ, պահա մեզ քեզ որ դուրս չգաս, դե չեք մալտես անգործ։ Կասեմ որ հետո ինքի մասինը մտածեմ, մեր ժողովրդի չի մտածեմ։ Թանկությունը շատ է, յուրաքանչյուր ապրանք կրկնակի երակի թանկացում է, թոշակառուների պահով ոչ մի բան չկա ընդհանրապես, մարդկանց կարգերն են կտրում, ու լավ բան չի սպասվում, ուրիշ բան չկա։ Իմ կինը ամեն ամիս 40,000 դրամ թոշակ չի ստանում, բայց ամսական 40,000 դրամի դեղորայի քառնում։ Որտեղից առնում, բանային չա ուտելու ամսվա վերջին։ Կարաս ինձ ասես։ Չէ, արդեն հուսահատված են ժողովուրդը, ինչ հարց։ Իրեն շատ հարցեր կտայի, բայց չեմ ուզում հարայնացնել, ուզում եմ ասել, որ ինքը իր պաշտոնին չի համապատասխանում, ինքը մի բան է ներկայացնում եւ մի այլ բան խոսում։ Ես կասեի, որ ոչ մի խոստում ինքը չիրականացրեց սոցիալական վիճակը բարելավելու համար։ Ճիշտ է, գործեր արվեց շինարարության առումով, մի շարք գուցե վերափոխումներ եւ այլը, բայց մարդկանց սոցիալական վիճակը, բանկերի հարցերը չլուծվեց, թոշակների հարցերը չլուծվեց, շինարարությունը բնակարանների քանակով մեծացավ, բայց հասարակ մարդկանց համար դա առաջվա նման մնաց շատ ոչ մատչելի թանկներով եւ այլն։ Աստված ոչանի։ Ես հանդիպեի Նիկոլ Փաշինյանին։ Ինչ պետք է ասեի։ Ինչ չի տեսնում Նիկոլ Փաշինյանը տելևիզոր չի նայում կամ ժողովրդի մեջ չի դուրս գալի, որ տեսնի իր մասին ինչ են ասում, ու ինքը ինչ ձևի ղեկավար է։ Էն ինչ պետք է ասենք։ Կարող է տանեն ցակը կողեն ինձ եկույց։